առաջնահերթ եմ համարում ընտանիքի աջակցությունը ծննդկանին։ Եթե կինը վերադառնում է ընտանիք եւ ընտանիքում պահպանվում է անառողջ մթնոլորտը, այդ կնոջ հետծննդաբերական դեպրեսիան բնականաբար ձգվելու է։ Կշեշտադրեմ աջակցել եւ ոչ թե միջամտել։ Ամենապարզ օրինակները բերենք, որոնք շատ հեշտ է հասկանալ, ճանաչել գոնե առօրյա կենցաղային մակարդակում։ Չսնվելը բերելու է անեմյաների զարգացման, հետո այդ սակավայրունությունները արդեն դեղորայքային բուժման կարիք են ունենում, քնի տևական խանգարումները գերնյարդային, գերգրգռված վիճակների են բերելու։ Ինչպես ենք մենք իրեն տրամադրում, որ իր մոտ ախտորոշվել է արդեն հետծննդյան դեպրեսիա եւ ինչ առաջին քայլեր պիտի ինքը կարողանա անի, որպեսզի այդ իրավիճակից դուրս գա։ Ցանկացած հոգեսոցիալական եւ հոգեվիճակի խնդիր անխուսափելիորեն բերելու է ֆիզիոլոգիական ինչ-որ շեղումների օրգանիզմում։ Բուժաշխատողը հոգեսոցիալական ծառայություն մատուցելու տեսանկյունից ինչքանով է հմուտ, չբացառենք, որ շատ է նաեւ թաքցնելու հանգամանքը։